Վերջին շաբաթներին ադրբեջանական բեռնատարները Վրաստանում խնդիրների են բախվում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ հրապարակումների սկզբում ձգձգումները ներկայացվել են որպես տեխնիկական խնդիրներ, սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ է դարձել, որ խնդիրը միայն բյուրոկրատական գործընթացներով չի պայմանավորված։ Նշվում է, որ փաստաթղթերի ուսումնասիրությունը ձգձգվում է շաբաթներ, իսկ պարզաբանումներ ստանալու փորձերը հանդիպում են վրացական մաքսային ծառայության աշխատակիցների խուսափողական, երբեմն կոպիտ արձագանքի։ Որոշ ադրբեջանցի վարորդներ ավելի քան 3 շաբաթ սպասում են Թբիլիսիի մաքսատանը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների սկզբնական շրջանում խնդիրը վերաբերել է առանձին բեռնատարների, սակայն այժմ այն զանգվածային բնույթ է ստացել։ Վրաստանը դեռ որևէ բացատրություն չի տվել ուշացումների վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը տեղի ունեցողը պայմանավորում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ վերջին ամիսների զարգացումներով եւ վրացական կողմում առկա մտահոգությամբ, որ երկիրը կարող է կորցնել իր մենաշնորհային դիրքը տրանզիտային ոլորտում։ Հատկանշական է, որ վերջերս Վրաստանում հայկական բեռնատարները ևս բախվել էին նմանատիպ խնդիրների։ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի պաշտոնյաները Ֆլորիդայում բանակցությունների ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի ամերիկյան ծրագիրը։ Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը եւ Դոնալդ Թրամփի փեսան Ջարեդ Քուշները։ Ուկրաինական պատվիրակությունը գլխավորել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Նա փոխարինել է Անդրեյ Երմակին, որը կոռուպցիոն սկանդալի պատճառով ազատվել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Բանակցություններից հետո պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է նիստն արդյունավետ էր, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Սա նուրբ եւ բարդ հարց է, փոփոխականները շատ են, սակայն կա եւս մեկ կողմ, որը պետք է հավասարման մաս կազմի, ասել է Ռուբիոն հավելելով։ Վիթքոֆը մեկնում է Մոսկվա ռուսական կողմի հետ բանակցությունների։ Ռուբիոյի խոսքով հարցը միայն պատերազմի ավարտը չէ, այլև Ուկրաինայի ապագայի ապահովումը։ Ումերովն իր հերթին հանդիպումը որակել է արդյունավետ եւ հաջող։ Ամերիկյան կողմը լսում է մեզ, քննարկում ենք բոլոր հարցերը, որոնք կարեւոր են մեզ համար։ Միացյալ Նահանգները մեծ աջակցություն է ցուցաբերում, նշել է նա։ Նոյեմբերի 23-ին ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունները բանակցությունների եւս մեկ փուլ էին անցկացրել Ժնևում։ Դեկտեմբերի 2-ին սպասվում է Վիթքոֆի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս շաբաթ նաեւ Կիևում սպասում են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Դեն Դրիսկոլին։ Միևնույն ժամանակ ռազմական գործողությունները շարունակվում են։ Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերը միայն Զապորոժիեի մարզին 750 հարված են հասցրել։ Ավելի վաղ Ուկրաինան հարված էր հասցրել Սև ծովում 2 լցանավի եւ Նովորոսիսկում Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումին պատկանող նավթային տերմինալին։ Թուրքիան եւ Ղազախստանը բողոք են հայտնել ուկրաինական հարվածների կապակցությամբ։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի խստացնել միգրացիոն օրենքները, իսկ որոշ երկրների քաղաքացիների համար երկար ժամանակով կդադարեցվի ապաստանի տրամադրումը։ Սա կապված է օրեր առաջ Աֆղանստանի քաղաքացու կողմից Վաշինգտոնում իրականացված հրաձգության հետ, որի հետևանքով ազգային գվարդիայի 1 զինծառայող զոհվել է, 1-ը վիրավորվել։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը նաև հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահի հետ։ Նա մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է. ավելի վաղ Վենեսուելայի օդային տարածքի հետ կապված նախազգուշացում էր արել, քանի որ այդ երկիրը համարվում է ոչ բարեկամական։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտությանը, Թրամփը լավատեսություն է հայտնել կողմերի միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարի առումով։ Նրա խոսքով բանակցությունները լավ են ընթանում։ Հռոմի Լևոն 14-րդ պապը երրորդյա այցով Լիբանանում է։ Նա հանդիպել է Լիբանանի իշխանություններին, քաղաքացիական հասարակությանը եւ դիվանագիտական ներկայացուցիչներին, կոչ անելով նպաստել տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին։ Մինչ այդ Լևոն 14-րդն իր առաջին արտասահմանյան ուղևորությունն էր կատարել Թուրքիա Նիկեայի տիեզերական ժողովի 1700-ամյակի կապակցությամբ։ Թուրքիայից Լիբանան մեկնելիս լրագրողների հետ զրույցում Լևոն 14-րդ պապը նշել է, որ Պաղեստինյան պետության ստեղծումը իսրայելա-պաղեստինյան խնդրի կարգավորման միակ ճանապարհն է։ Մենք Իսրայելի հետ բարեկամներ ենք եւ հույս ունենք երկու կողմի միջև միջնորդող ձայն լինել, ասել է նա։ Հռոմի պապը նաեւ նշել է, որ Թուրքիա այցի ժամանակ նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել է ոչ միայն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, այլև ռուս-ուկրաինական։ Շրի Լանկայում հեղեղումների եւ սողանքների հետևանքով ավելի քան 330 մարդ է զոհվել, շուրջ 200 մարդ անհետ կորած է։ Հազարավոր տներ վնասվել են, մարդիկ տեղափոխվել են ժամանակավոր ապաստարաններ։ Երկրի 1/3-ը զրկվել է էլեկտրամատակարարումից եւ ջրամատակարարումից։ Իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել։ Հարավարևելյան Ասիայում հեղեղումների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 900-ը, ուժել է 4 միլիոն մարդ։ Միայն Ինդոնեզիայում զոհերի թիվը 435 է։ Թայլանդում հեղեղումները 170 մարդու կյանք են խլել, Մալազիայում 3։
Հոնկոնգում ոստիկանությունն ուսումնասիրել է հրդեհված բնակելի համալիրի 7 շենքերից 4-ը։ Զոհերի թիվը հասել է առնվազն 146-ի, դեռ 40 մարդ անհետ կորած է։ Սա համարվում է քաղաքում ամենամահացու հրդեհը 75 տարվա ընթացքում։ Հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին։ Հրդեհի պահին շենքերի վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, 11 մարդ ձերբակալվել է հնարավոր կոռուպցիայի և վերանորոգման ընթացքում վտանգավոր նյութեր օգտագործելու մեղադրանքներով։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։